44 տարի առաջ ուղեգից դուրս եկավ Երևանի մետրոպոլիտենի առաջին շարժակազմը։ Գործունեության ավելի քան 4 տասնամյակում մետրոպոլիտենը ոչ միայն դարձել է մայրաքաղաքի անփոխարինելի տրանսպորտային համակարգերից մեկը, այլև քաղաքային մշակույթի անբաժան մասը։ Մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնակատարն ընդգծում է, տարեցտարի ավելանում է մետրոյով երթևեկողների թիվը։ 22 թվականից մինչև 24 թվականը մոտ 8 միլիոնով, մոտավորապես 8 միլիոնով ուղղավորափոխադրում է մեզ մոտ ավելացել։ Մեծ ներդրումային ծրագրեր ենք կատարել, 6.3 միլիարդի ներդրումային ծրագրեր ենք արել։ Ամեն ինչ անում են ուղևորների հարմարավետության համար։ Նախորդ տարվանից Երևանի մետրոպոլիտենն աշխատում է առավոտյան 7-ից մինչև կեսգիշեր։ Աշխատաժամերին առանց խոչընդոտներ ստեղծելու վերանորոգում են նաև շարժասանդուղքները։ Հիմա արդեն անցել ենք Սասունցի Դավիթ կայարանին, որ արդեն նորից 3 շարժասանդուղք նմանատիպելի փոփոխում ենք։ Հաջորդ կայարանը լինելու է Զորավար Անդրանիկ կայարանը, որը էլի նույնպես 3 շարժասանդուղք այս տարվա մեջ արդեն մրցույթներ ունենք, փոխարինելու ենք։ Դեպոյում մեծ աշխատանքներ կատարվել, տանիքներ ա փոխվել, մոտ 7000 քառակուսի տանիքներ ա փոխվել դեպոյում, որպեսզի մեր աշխատողները առաջվանման ոնց որ վերևից ջուրեր կաթում աներ անում, այդ ձմեռային ցրտին սառեին, հիմա նորմալ արդեն պայմաններ ա ստեղծվել վերանորոգման աշխատանքները կատարելու համար։ Նախատեսում են նաև վագոններն արդիականացնել։ Առաջիկայում ձեռք կբերեն 48 նոր վագոն, ավելի հարմարավետ ինտերիերով ու օդափոխման համակարգով։ Փոխարինվում են նաև երկաթուղային գծերը։ Վերջ 2 տարում մոտավորապես 8.5 կիլոմետր գծային տարածքներ ենք փոխարինել, մոտ 3-4 հազարատ փայտակոճեր ենք փոխարինել։ Դա այն բաներն եմ ասում, որը որ չի երևում, ընթացիկ չի երևում, եւ նաեւ եթե տեղյակ եք մետրոպոլիտենը 24 ժամ աշխատում է։ Բաբկես Հեթրակյանը վստահ է, որ նոր Աչափնյակ եւ Սուրմալու կայարանների կառուցումից հետո մետրոյի ուղևորների թիվը կավելանա, խցանումները կնվազեն, երևանաբնակները եւ մայրաքաղաքի հյուրերն ավելի հեշտ ու արագ կտեղաշարժվեն։ Յուրա Վահանյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։